Բարև ձեզ սիրելի բարեկամներ, քիչ առաջ ծանոթացա Ռուբեն Վարդանյանի կողմից ընտանիքին փոխանցված աուդիո ուղերձի բովանդակությանը եւ ճանապարհին եմ ես հարկ համարեցի անպայման արձագանքել այդ աուդիո ուղերձին եւ մի քանի նկատառում արտահայտել այդ ուղերձի մասով, անկեղծ ասած պետք է խոստովանեմ, որ հուզվել էի, որովհետև այն խոսքը, որը փոխանցվել է Բաքվի բանտից, որոշակի նոտաներ իր մեջ պարունակում, չհուսահատվելու, չընկրկելու, մինչև վերջ պայքարելու, մեր ազգային նպատակների, մեր խնդիրների, մեր առջև ծառացած մարտահրավերների մասին, բայց ինձ ավելի շատ մտահոգում է այն հոգեվիճակը, որում այսօր հայտնվել են այդ մարդիկ։ Ես կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի խնդիրն է անել առավելագույնը այդ մարդկանց օր առաջ Բաքվի բանտից ազատելու համար։ Ռուբեն Վարդանյանի աուդիո ուղերձում բավականին նուրբ շերտեր կան պայքարելու, հայրենիքի գաղափարի մասին, չընկրկելու մասին, չհուսահատվելու մասին, տևական, երկարատև եւ արժանապատիվ խաղաղության հաստատման մասին։ Ես կարծում եմ, որ այո, մեզ տևական ու երկարատև խաղաղություն է անհրաժեշտ, բայց մենք պետք է գտնենք դրան հասնելու գինը, ճանապարհը եւ մենք պետք է պատրաստ լինենք վճարելու այն գինը, որը ակնկալվում է տևական խաղաղության հաստատման համար։ Ես իմ անվերապահ աջակցությունն եմ արտահայտում այդ մարդու նկատմամբ, որովհետև անկեղծ պետք է լինեմ, նորից եմ կրկնում, հուզվել էի այդ աուդիո ուղերձի տեքստը կարդալուց հետո։ Ես կարծում եմ, որ սա նաև օրինակ է որոշ առումով հայրենիքը սիրելու, հայրենիքի նկատմամբ պատկերացումներ կազմելու։ Չգիտեմ, բառեր չկան, որպեսզի ես կարողանամ բնութագրել։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե մենք այդպիսի հնարավորություն չտայինք Ադրբեջանին պատանդառելու Ռուբեն Վարդանյանին, Արցախի հանրապետության նախկին նախագահներին եւ այլ անձանց։ Ես հասկանում եմ, թե Ադրբեջանը ինչ խաղ է խաղարկում սրանով, ինչ գին է պահանջում։ Ցանկանում է, որ այդ գինը վճարի Հայաստանի Հանրապետությունը։ Բայց նրա նպատակը Հայաստանի Հանրապետության ոչնչացումն է։ Մեզ համար շատ պարզ է, մեզ համար պարզ է, որ Ալիևը իրական խաղաղության չի ձգտում եւ նրա նպատակն է հնարավոր բոլոր միջոցներով ոչնչացնել մեր պետականությունը եւ որպես գործոն տարածաշրջանում վերահսկել մեր ժողովրդի, մեր պետության հայկական գործոնը։ Եվ այս տեսանկյունից առավել քան կարևորվում է Ռուբեն Վարդանյանի այդ աուդիո տեքստի թե ինչ է հնարավոր անել։ Այսինքն այդ տեքստից մի բան կարելի է հասկանալ, որ չպետք է անկրկել, չպետք է անկճվել, խաղը չի ավարտվել, կոնֆլիկտը չի լուծվել, նույնիսկ ավելին ես գնալով համոզվում եմ, որ Ադրբեջանը չի բավարարվելու նվաճված Արցախով, Ադրբեջանի հիմնական թիրախը Հայաստանի Հանրապետությունն է եւ իրանք փորձելու են ամեն ինչ անել այս խնդիրը իրենց պատկերացած լուծումներով արդյունքի հասնելու համար։ Իսկ մեր խնդիրն է դիմակայել, արդյունավետ պետություն կառուցել Հայաստանի Հանրապետությունում եւ իսկապես ձևավորել այնպիսի պաշտպանական համակարգ, որը իզորու կլինի չեզոքացնելու Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ նկրտումներն ու ցանկությունները։ Սիրելի բարեկամներ, անընդհատ ցավացնելու է մեզ Ադրբեջանը այս առումով, այսօր գերիների պահով է ցավացնում, վաղը մեկ այլ ուրիշ խնդիր է առաջ բերելու։ Մենք պետք է գիտակցենք հետևյալի մասին, եթե մենք իսկապես չենք ուզում կորցնել մեր պետականությունը, եթե իսկապես ցանկանում ենք, որ հայկական գործոնը տարածաշրջանում մշտապես լինի, եթե իսկապես մենք ուզում ենք մեր տարածաշրջանում կենսունակ պետություն ստեղծենք, մենք պետք է կարողանանք շատ արագ սթափվենք, զգաստանանք։ Թշնամին նույն թշնամին է, հակառակորդը նույն հակառակորդ է։ Այո, մեզ օդու ջրի պես այսօր խաղաղություն է անհրաժեշտ, պարզապես մենք պետք է գիտակցենք, որ այդ խաղաղությանը հասնելու ամենակարևորագույն
միջոցը դա արդյունավետ պետության ստեղծումն է, արդյունավետ պաշտպանական համակարգի ձևավորումն է։ Իսկ դրա համար չափից դուրս կարևոր է, որ մենք ձևավորենք որակապես նոր քաղաքական էլիտա, վերնախավ։ Սա մասին չի ուզենա այս թեմայի համատեքստում խոսել։ Ինձ շատ հուզեց Ռուբեն Վարդանյանի աուդիո տեքստի այն հատվածը, երբ նա ներողություն է խնդրում որոշ մարդկանցից երբևէ նրանց ցավ պատճառելու համար, ինքը վստահություն է հայտնում իր ընտրած ուղու ճշմարտացիության մեջ, ինքը փորձում է որոշակիորեն ենթատեքստով հասկացնել, որ այս պայքարը չի ավարտվել, ինքը իսկապես շատ վճռական եւ արժանապատիվ կեցված է դրսևորում այն առումով, որ ասում է, եթե դատում եք, դատեք ճիշտ, դատեք Ադրբեջանի օրենքներին համապատասխան, ոչ թե շոուներ սարքեք։ Ես այստեղ հասկանում եմ նրա պահվածքը, դիրքորոշումը, սակայն վստահություն ունենալով, որ ուղղակիորեն բացառում է, որ Ադրբեջանի կողմից կապահովի արդարադատականության իրավունքը։ Եթե Ադրբեջանում արդարադատություն գործեր, բնականաբար այսպիսի շինծու դատավարություն չէր լինի։ Եվ ես ուզում եմ իմ կարծիքը մեկ անգամ եւս ընդգծել, որ այս խնդիրը չի լուծվելու իրավական հարթության վրա, այս խնդիրը քաղաքական խնդիր է, եւ այս խնդիրը պետք է լուծվի ավելի շատ միջնորդ պետության կամ որևէ հեղինակավոր անձի ներդրած ջանքերի շնորհիվ։ Եվ պնդում եմ, որ ցավոք սրտի պետք է արձանագրեմ, որ Հայաստանի ներկա քաղաքական իշխանությունը չունի այն հեղինակությունը, ներուժը, որ կարողանա լուծել այս հարցը։ Ես շատ լավ հասկանում եմ սա, ուղղակի պետք է գտնել ձևը որևէ հեղինակավոր պետության, հեղինակավոր միջազգային անձանց միջոցով հասնելու Ալիևի նկատմամբ այնպիսի ճնշման կամ այլ գործիքների կիրառմամբ հասնել այս մարդկանց ազատ արձակմանը։ Այլ տարբերակ ես չեմ տեսնում, սիրելի բարեկամներ։ Վրաստանը կարող է այդպիսի միջնորդական առաքելություն ստանձնել, Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող են, տարբեր այլ երկրներ էլ կարող են։ Այլ խնդիր է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն պետք է կարողանա ճիշտ աշխատել այդ պետությունների կամ այդ անձանց հետ, որոնց արդյունքում կրկնում եմ մի տարբերակ եմ տեսնում Ալիևի վրա ուղղակի ճնշման կամ այլ գործիքների կիրառման արդյունքում հասնել այս մարդկանց ազատության։ Այսքանը շնորհակալություն, սիրելի բարեկամներ, մեկ անգամ եւս ես իմ զորակցությունն եմ հայտնում Ադրբեջանում պահվող մեր պատանների ընտանիքներին, հարազատներին, անկախ նրանից, կրկնում եմ, անկախ նրանից մենք նրանցից որևէ մեկի նկատմամբ ինչ պատկերացում ունենք, ինչ զգացողություն ունենք, անկախ նրանից, թե նրանց նկատմամբ քաղաքական ինչ համակրանքներ կամ հակակրանքներ ունենք, անկախ նրանից, թե նրանցից ոմանք ինչ դերակատարություն ու ծառայություն են ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ճակատագրի հարցում, սիրելի բարեկամներ, ես չեմ ուզում, մարդկայնորեն եմ ասում, ես չեմ ուզում, որ նրանք դատվեն հանուն Ադրբեջանի Հանրապետության։ Ես ուզում եմ, որ եթե նրանց մեջ կան մարդիկ, որոնք երբևէ պետք է պատասխանատվության ենթարկվեն, ապա նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության հանուն Հայաստանի Հանրապետության։ Հայ ժողովրդի առաջ նրանք պետք է պատասխան տան, ոչ թե Ադրբեջանի ժողովրդի առաջ։ Ահա հենց այստեղ է, որ ես ուզում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցի եւ իր տեղում ու դիրքում անի առավելագույնը իր համեստ ներդրումը ունենալով մեր ժողովրդի գործադրած ջանքերի համար, որպեսզի մեր այդ մարդիկ ազատություն ստանան ու վերադառնան հայրենիք։ Իմ թիկունքում հիմա երևում է մեր սրբազան լեռը, Արարատ լեռը, եւ ես հպարտ եմ, որ այս հայրենիքի զավակ եմ։ Հարգանքներս ձեզ, սիրելի բարեկամներ, ինչպիսի անուն էլ մենք տանք Հայաստանին, իրական, պատմական, ժամանակակից, արդի, նախքին, չգիտեմ ինչ, սա մեր հայրենիքն է, մեր հայրենիքի սահմանները երբեմն անսահման են, որովհետև մեր ժողովրդի պատմությունը բերել է այնպիսի հոդիսեկանի, որ աշխարհի տարբեր երկրներում մենք ունենք բազմամիլիոն մարդիկ, եւ այդ առումով զուտ, այդ պաթետիկ առումով ինձ համար Հայաստանի իմ հայրենիքի սահմանները յուրաքանչյուր հայ մարդու գտնվելու վայրով եմ ես չափում։ Մնացածը, իսկ Հայաստանի Հանրապետությունը, այո, ներկայիս Հայաստանի Հանրապետությունը մեր հայրենիքի առանցքն է, կորիզն է,
Ուստի մենք պետք է կարողանանք մեր ամբողջ ներուժը գործադրենք Հայաստանի Հանրապետությունը զարգացնելու եւ ժամանակակից զարգացած արդյունավետ պետություն դարձնելու համար։ Հարգանքներս ձեզ, ազատություն բոլոր պատաններին, որոնք պահվում են Ադրբեջանում, սրանով հանդերձ Ադրբեջանը ստիպում է մտածել, որ խաղը ավարտված չէ եւ իսկապես խաղը ավարտված չէ, սիրելի բարեկամներ։ Հարգանքներս ձեզ, լավ մնացեք, բարին ընդ ձեզ։